Ինչ 300,000 ադրբեջանցի, այդ թիվը որտեղից, Wikileaks-ի սայթից եք վեկալել, mutit.com, շենքի տակի budka.am, թե shankurelem.com-ից, հեն? Էս ինչ ստեր եք հորինում, ու վատը էնա, որ մեր լիքը քաղաքացիներ կարան սրան հավատան, սիրելի հայրենակիցներ ջան, ամենայն անկեղծությամբ և պաշտոնապես հայտարարում եմ, որևէ կերպ Հայաստան 300,000 ադրբեջանցի չի կարող տեղափոխվել, սա անհավանական թիվ է, սա շատ տարօրինակ թիվ է, այսպիսի բան չի կարա լինի, մի հատ ֆիքսեք 300,000-ը ու Հայաստանը, ու առհասարակ ժողովուրդ ջան, այս ամենը սուտ է, սա ագիտացիայի տեսակ է, որով ցանկանում են կպնել հային ու որով ցանկանում են քվե վերցնել, ու վերջնական արդյունքում, ախր վատը կայանում է նրան, որ նույնիսկ իրանց կուսակցության լիդերը Սամվել Կարապետյանը չի կարա դառնա ոչ վարչապետ, ոչ էլ չի կարա լինի հասարակ պատգամավոր, սահմանադրությամբ ինքը որևէ կերպ ոչ մի պաշտոն Հայաստանում չի կարա ունենա, հասկանում եք ժողովուրդ ջան, Հայաստանում որևէ պաշտոն ունենալու համար այն ամենացածր պաշտոնը նույնիսկ, պետքա դու Հայաստան ապրած եղնես, որոշ ժամանակ, ու սա անհնար է ժողովուրդ ջան, ու այս գովազդների վրա, որ միլիարդներ են ծախսում, ես չգիտեմ էլ իրանք ինչ հույսով են սա անում, բայց խնդրում եմ ձեզ ժողովուրդ ջան, ոչ Ադրբեջանն է նման հայտարարություններ տարածում, այնտեղ բարձր մակարդակով վաղուց ասել են, որ նման օրակարգ չկա ու չի լինի, ժողովուրդ, եկեք սա ֆիքսենք, որ սա կատարյալ ապուշություն է ու նման բան երբեք չի լինի, դրա համար սիրելի հայրենակիցներ ջան, հունիսի 7-ին, 2026-ին, միայն ու միայն, համար 16, սիրում եմ բոլորիդ, Աստված պահապան լինի բոլորիս, Նիկոլ Վարչապետ։